Ողջույն, սիրով մասնակցում եմ իմ սիրելի աղջիկների նախագծին եւ իրենց համար եւ մնացած բոլորի, ովքեր սիրում են Նարեկացին, ընթերցում եմ Մատյան ողբերգությունից շատ փոքրիկ հատված, իմ սիրելի հատվածներից մեկը։ Մեղա ես մեծիդ բարերարությանը, անարգս մեղա, մեղա ծագումիդ ճառագայթների, խավարս մեղա, մեղա շնորհիդ երախտիկներին, արդարև մեղա, մեղա երկնային գթառատ լույսիդ, արարածս մեղա։ Սայատնովա, աշխարհումս աղ չիմ քաշի։ Աշխարհումս աղ չիմ քաշի, քանի որ ջանիս ինձամա։ Անմահական ջրով լիքն ոսկե փնջանիս ինձամա։ Նստիմ վրես շվականիս, զարբապ վրանիս ինձամա։ Սուչս իմացի են սպանե, սութանու խանիս ինձամա։ Մեջքդ սալբու չինարի պես, ռանգդ պրանգի ատլաս է, լիզուտ շաքար, պրոշըտ ғանդ, ակրեքդ մարգրիտ ալմաս է, ոսկու մեջն մինա արած, աչքիրդ ակնակապ թաս է, պատուական անգին ջավահիր, լալ բադեշխան իս ինձամա։ Իս ես դարդիմ վունց դիմանամ, մակամ սիրտս ունիմ քարած, արտասուքս արուն շինեցիր, խիլքն գլխես ունիմ տարած, նուր բաղիս, նուր բաղչի մեջն, բոլորքդ վարդով չապարած, վրետ շուրգամ բլբուլի պես, սիրով սեյրանիս ինձամա։ Քու էշխն ինձի մաս տարավ, իս զարդ ունիմ սիրտս է քնած, աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտս քիզնից սով մնաց, յար, քիզ ինչով բարի բանիմ, աշխարհումս բան չմնաց, կրակ է, ծովեմ են, դուրս եկած, ռաշ ու ջեյրանիս ինձամա։ Ինչու կուլի, մեկ հիդս խոսիս, թե որ Սայատնով ու յարիս, շուխքդ աշխարհս բռնիլ է, արեգագի դեմն փարիս, հուտով հիլ, միխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսամբարիս, կարմրագուն, դաշտի ծաղիկ, հովտած շուշանիս ինձամա։ Ես ընկեր Արմինեն եմ, այսօր կընթերցեմ Հովհաննես Թումանյանի մեր ուխտը բանաստեղծությունը։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով, մրիկներով պատածան հույս, սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ, մեր ճակատը դեմ ենք արել մրիկներին հակառակ, ու թեպետև պատար մեր դրոշը սրբազան, ու մենք չունենք տեղ ու դադար, երկրից երկիր, ցիրուցան, բայց գնում ենք մենք անվեհեր, զարկերի տակ չար բախտի, մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը մեր ուխտի։ Ես Աննան եմ եւ այսօր կկարդամ Սիլվա Կապուտիկյան որոնում։ Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն, մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ, բայց ինքս ինձ նորից գտա փողոցում, նորից դրսում, նորից սիրող, նորից խենթ։ Քեզ եմ փնտրում, թեև չկաս դու, չկաս, բայց դու ես այս փողոցներով ինձ տանում, քեզնով էլի սիրտս, շուրջս ու ճամփաս, քեզնով էլի ամեն հայացքուս անում, մայթին ընկած սլացիկ շուքը ծառի, կիսալույսում ինձ քո ստվերն է թվում, բարձրահասակ մեկը գալիս է հեռվից, ինձ թվում է, թե այդ դու ես երևում, իմ ետևից քո ոտնաձայնն է ասես, ետ եմ դառնում, օտար դեմք է նայում ինձ, մեկը խոսես, թվալ քո ձայնն է ընտես, թված դու ես ելնում դեմի անկյունից, ու փնտրում եմ փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած, ես խենթորեն խմբերին եմ խառնվում, ես կարոտից խեղդվում եմ խենթացած, ուր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում, հիմա իմ դեմ կհայտնվես դու սակայն, ում որ այսպես որոնում են աշխարհով, նա պիտի գա անպայման։ Ես Լուսինեն եմ եւ ես կարդամ Վահան Տերյան երկու ուրվական։ Ես եմ, դու ես, ես ու դու, գիշերում այս դյութական, մենք մենակ ենք ես ու դու, ես էլ հու եմ, ես չկամ, չկա նորեր նահարկու, չկա ժամ ու ժամանակ, ուրվական ենք մենք երկու, միշտ իրար հետ, միշտ մենակ, մոռացել ենք անցյալում, տրտունջ, թախից ու խավար, մի ուրիշ լույս է ցորում, մեղմ ու անուշ մեզ համար, ես եմ,
դու ես, ես ու դու, հիշերում այս դյութական, մենք մենակ ենք ես ու դու, ես էլ դու եմ, ես չկամ։ Ես Էլիզա Բաղդասարյանն եմ եւ այսօր կկարդամ Ղազար Սաղարյանի բանաստեղծությունը, որը կոչվում է Հիշողություն։ Ծիծեռնակը բույն էր շինում եւ շինում էր եւ երգում, ամեն մի շուխ կպցնում նորից։ Ողջույն, ես Եվան եմ եւ այսօր ես կընթերցեմ Ավետիք Իսահակյանի Շատ մի տխրիր, շատ մի խնդար սիրելիս բանաստեղծությունը։ Շատ մի տխրիր, շատ մի խնդար սիրելիս այս աշխարհում եւ ոչ մի բան հիմք չունի։ Վաղանցուկ են, կան ու չկան սիրելիս, բոլոր իրներն ու աստղերը անհունի։ Լայն սիրտ եղիր, ողջը երազ համար է։ Այս աշխարհում եւ ոչ մի բան միտք չունի։ Լաց ժպիտն ու սերը ցավ համար է, թե որ ապրես կյանքը ինչու համար է։ Ահ, մի տխրիր, վիշտը կանցնի, այդ ոչինչ, այս աշխարհում եւ ոչ մի բան գին չունի։ Շատ մի հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, կյանքն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչինչ, այսքանը ստեսյուն։ Ես Մեյր եմ եւ այսօր ձեր համար կկարդամ Համոս Սահյան նեղվում եմ, խփում են կրծքից, ես գոհ եմ իրենք են դժգոհ, ներում եմ նստում եմ են գլխիս, ես գոհ եմ իրենք են դժգոհ, առնում եմ ու ետ չեմ տալիս, ես գոհ եմ իրենք են դժգոհ, մեռնում եմ երբ ուշ են գալիս, ես զոհ եմ իրենք են դժգոհ։ Բարև ձեզ, ես Էվելինա Թորոսյանն եմ եւ այսօր կներկայացնեմ Եղիշե Չարենցի Դու իմ գարնան առավոտ ստեղծագործությունը։ Դու իմ գարնան առավոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Դու հարազատ սրտիս մոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Եվ դու ոսկի իմ համար հրանման հրավար, ամռան կեսօր դու իմ տոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Եվ դու ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես ասած, անուշացած մրգի հոտ, ինչպես կանչեմ քեզ։ Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ձեր, եւ իմ սրտով արյունը, ինչպես կանչեմ ձեզ հիմա։ Ահա սիրտն իմ արդեն մոտեցել է մի պարավ, ու բերել է մահվան, ինչպես կանչեմ ձեզ հիմա։ Ես Նատալին եմ եւ հիմա ես կարդամ Աչերը տեծովել առած Նահապետ Քոչարյան։ Աչերը տեծովել առած եւ ուները դեի թու խամբեն, այդ քո պատկերդ եւ սուրաթս ի վարդին կարմիր տերևեն, ուր որ դու կանիքնած լինիս, չէ պատեղ վարեն մոմեղեն։ Ծոցոտ լույս եմ դուրս ծագե, գեմելն է մերեն ի հողեն։ Ես Արամն եմ, այսօր ես կարդալու եմ Հովհաննես Շիրազ Աստղերի մի օր լուսնյակի ասին։ Աստղերը մի օր լուսնյակի ասին, ինչու ես անվերջ խոսում քո մասին, բանաստեղծները լուստոնի նման։ Մեզ էլ են գովում, բայց քեզ անհասարման։ Մինչդեռ մի հատ ես մենք հազար մի հատ եւ լուսնի ասած։ Մրջունն էլ է շատ, այնինչ արդյուց մի ձակ է դնում, միջանկն հազար է հանճարը մի հատ, աշխարհում լավը միշտ քիչ է լինում, ծաղկունքը քիչ են, խոտերն անհամար։ Վարդը մի օր է տերևի հազար, վար նայեք դուք ձեր գորոզ բարձունքից, տեսեք աղբյուրն էլ աղի ծովի հետ, տեսեք աղբյուրն էլ աղի ծովի հետ, ծնվում է մի օր անհման ակունքից, բայց նա է ցրում ծարավները հավետ, ոսկին է փոքր է արևն էլ մի հատ, բայց նա է ցրում խավարան անդնդհատ։ Այն է, որ աստղերը ցրել չեք կարող, անթիվ աստղերդ այն էլ դարերով, ինչ էր, որ մի հատ հատիկ արևը կանի, չեն կարող անել աստղերի անունի։ Ձեզ ես Արին եմ եւ այսօր ես կարդամ Պարույի սևակ միանգամից։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ եւ ոչ մի գորգ չի պատրվում, միանգամից բեր չի շինվում ու չի քանդվում միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին, միրգ չի հասնում միանգամից, ուր մնաց թե խելոքանան, զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե երեքանան, միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք, ոչ այսօրն է անցյալ դառնում, ոչ էլ վաղն է դառնում գալիք։ Այս ամենը ճիշտ է, հարկավ, հենց այսպես է, ինչպես որ կա, սակայն եթե իմ կյանքի մեջ գեզ հասնեին մի անգամ ինձ, թե ես ինչ եմ գերադասում, ինչ եմ ուզում ու երազում, ու ես կասեի, ինչ լինում է թող որ լինի մի անգամից։